Բարի երեկո, Tribune-ի եթերում կարճ միացում հաղորդաշարն է, յուրաքանչյուր ուրբաթ ամփոփում ենք շաբաթվա կարևորագույն քաղաքական իրադարձությունները։ Այսօր մեր հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը։ Ողջույն։ Շնորհակալ եմ մեզ կրկին հյուրընկալ ժամանակ Էդգար։ Հաղորդումը հիմնականում նվիրված է, ինչպես գիտենք, ամբողջ շաբաթվա քաղաքական, հասարակական, սոցիալական իրադարձությունները վերլուծելուն, ամփոփելուն իրականում, բայց այնքան իրադարձություններ են կատարվում վերջերս ու շատ արագ էս մեկը մյուսին հաջորդելով, ամեն դեպքում եթե հասցնենք բոլորն էլ ինչ-որ առումով կքննարկենք, բայց կցանկանայի սկսել Ազգային ժողովում հանրային լսումներից, որոնք տեղի ունեցան բառացիորեն 3 Հայաստան խմբակցության հրավիրած հանրային լսումներն էին Հայաստանում քաղբանտարկյալների հետապնդումների, քաղաքական հետապնդումների ու քաղբանտարկյալների հարցով։ Դուք եւս մասնակցել եք Էդգար ջան, եւ ձեր ելույթում կոնկրետ դիմել եք, իհարկե շատ լակոնիկ ու իրական տեղին էր հենց ձեր ելույթը, շատ ելույթներ եմ լսել, կոնկրետ դիմել եք քաղբանտարկյալների խնդրին անհաղորդ մեր հայրենակիցներին, հետո հայկական ազգային ուժերին եւ դե ֆակտո իշխանությունների ձեր խոսքով ասած սակավաթիվ կողմնակիցներին։ Լսումներից հետո եղավ իհարկե շատ ուրախալի փաստ, տեսանք, որ Լիդիային ազատ արձակեցին անմիջապես դատարանից, փաստաբանն էլ այսպես շեշտեց, որ սա ոչ թե արդարություն էր, այլ պարզապես հանրային ճնշման արդյունք։ Ու հույս ունենանք, փաստորեն, որ հետ այսու անգամ հանրային ճնշումը կարող է ինչ-որ միտեղ ինչ-որ մի բան անել, լույս վառել։ Ձեր ելույթում ինչու կարևորեցիք կոնկրետ դիմել հենց այդ մարդկանց, ովքեր անտարբեր էին այս խնդրի նկատմամբ, ինչ ակնկալիքներ ունեք առհասարակ մարդկային այդ հատվածից, ինչպես է հասարակությունը ընդհանուր առմամբ արձագանքում քաղբանտարկյալների հարցին, ըստ ձեզ։ Շնորհակալություն հրավերի համար։ Կարևորել եմ դիմել մեր հայրենակիցների այդ մասին, այդ խմբին, որովհետև առհասարակ նմանատիպ հասարակարգերում, նմանատիպ կառավարման համակարգերում, նմանատիպ ասելով նկատի ունեմ օրեցօր դեպի ավտորիտարացման եւ միահեծանության գնացով շատ հետաքրքիր եւ շատ առանցքային դեր են խաղում այն ինչ բնակչության այն հատվածը, որ սոցիոլոգները կոչում են լուռ մեծամասնություն։ Լուռ մեծամասնություն։ Հիմա դա գիտական սահմաններից մեկն է, կարող ենք ասել անտարբերներ, մեծաշող նույն բանի մասին ենք խոսում։ Նրանք իրենց լռությամբ պայմանավորում են, հեշտացնում են, դյուրացնում են երկրի ավտորիտարացումը։ Իսկ ավելի փիլիսոփայական մակարդակով անտարբերությունը լուրջ հասարակական մեղք է, անտարբերությունն է, որ բերում հանգեցնում է մարդկային ամենածանր ողբերգություններին, ընդհանուր մինչև դրանցից ամենածանրը ցեղասպանությունը։ Դրա համար կարևորեցի այդ հատվածին դիմելը մեր բնակչության, հատկապես որ իրականում այնինչ ասել եմ, կարող եմ կրկնել, դա ճշմարիտ է, որ քաղբանտարկյալների հարցը վերաբերվում է նաև իրենց, այնքանով, որ քաղբանտարկյալների երևույթի առկայություն նշանակում է, որ պետաիրավական համակարգը արդար չէ, WhatsApp-ներով, բաներով, մեկ անձի որոշմամբ մարդկանց բռնելը, անմեղության կանխավարկածը խախտելը, հələ դատաստան չկա, արդեն իսկ քրեական օրենսգրքի հոդվածներ վկայակոչելը, ցիտելը, խոսում են դրա մասին, եւ եթե կա այդ համակարգային անարդարությունը, դա կա բոլոր օղակներում։ Ոնց որ եթե կա Արցախի կորուստ, կա նաև Երևան քաղաքի փողոցներում խցանումներ, աղտոտվածություններ, նույն բանն է, նույն բանից է գալիս։ Ես սրա համար կարևորեցի, որ դուք եւս այս կամ այն բայի բախվելու եք դրան, դուք չբախվեք, ձեր հարազատը կբախվի, փորձեք մի հատ փոքր հողամաս գնել կամ վաճառել, ինչ որ ամիսներով ձեր գործը կձգձգվի, առաջ չի գնա, որովհետեւ անարդարություն է բոլորի հանդեպ, այն բացարձակ բնույթ ունի։ Այսինքն կարծում համամիտ կլինեք այն մտքեդ, որ իշխանության այդ ստեղծած ու գեներացնող վախի մթնոլորտն էլ կարող է հենց նպաստել քաղբանտարկյալների առկայությանը մեր երկրում։ Ինչ օրս էլ գիտենք, այս պահին էլ երբ մենք նկարահանումներ ենք հիմա անցկացնում, Ամերիկայի դեսպանատան դիմաց Նարեկ Սամսոնյանի կինն է արդեն ակցիա ձեռնարկել
հետո կհասկանանք ինչ է կատարվում, ինչպես իրականում կարող է ձևավորվել ավելի գլոբալ ու հանրային ճնշում, որպեսզի քաղբանտարկյանների խնդիրը չընկալվի, որ ոչ այսպես նեղ քաղաքական ինչ-որ մի հատ sense բախում կամ չգիտեմ կուսակցական ինչ-որ խժդժություն, այլ ընդհանուր ինչ-որ ազգային հարց դառնա, որ ասում եք դուք եք մասնակիցը դրա, բայց ինչպես մարդկանց այդտեղ հասցնել, միայն ասելով կհասնի դա, միայն ասելով կարողանա ինչ-որ գործողություններ ձեռնարկել։ Կոնկրետ այս հարցում սկսվում է ասելուց, այսինքն եթե մարդուն փորձում ես շուտ բան բացատրել, դա անում են հիմնականում խոսքի միջոցով, գոնեից այլ տարբերակ հայտնի չէ։ Գործնական քայլերի Այլ հարց թե խոսքը ինչպեսին լինի, կարելի է մարդկանց սկսել դիմել, հետո նախադասում դուք ոչինչ չեք հասկանում, եկեք ես ձեզ բացատրեմ, հավատացնում եմ ձեզ, որ դա հենց լսող չի լինի։ Հա։ Բայց միևնույնն է, սկսվում է խոսքից, սկսվում է բացատրական, պարզաբանողական, կառուցչական աշխատանքից, իսկ թե ինչպես դա ծավալել, տարբերակներից մեկը հենց այն էր, որ ես որդեգրեցի, իհարկե հիմքում ունենալով ճիշտ մոտեցումներ, ինձնից ինչ որ գյուտ չեմ արել, մարդկանց ներկայացնել իրենց իսկ պրիզմայով, որ դա առնչվում է նաև իրենց։ Այո, դուք ճիշտ եք, մեր բոլոր ազգային ընդդիմադիր շարժումների հիմնական պակասորտներից, հիմնական բացտեղերից մեկը այն է, որ այո, բնակչության մի նշանակալի մաս, այսպես ասենք, դա համարում է ինչ-որ նեղ երկու կողմեր բախվել են իրար, մեզ դրանից ինչ։ Հա, ու չեն ուզում խառնվեն, էլի, այդ ֆոտոտականցն են, հա, այդ սեգմենտի մարդկանց մեկը իմացա, որ իր ընկերը նույնպես մասնակցում են դիմադիր հանրահավաքների, ասեց, թեմաների մեջ ես, այսինքն, հա, այսինքն դա անցալում է ինչ-որ նեղ խմբավորումներ, քաղաքական դուրս են եկել իրար դեմ, իսկ դաշտային արդեն դու ես դաշտից ես։ Հա, իսկ այն մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, դա էլ է պետք բացատրել, որ քաղաքականությունը այն է, որի արդյունքում որոշվում է, թե ընդհուպ մինչև դու երբ ես արթնանալու, որովհետև, այո, քաղաքական որոշումների արդյունքում նաև գիտեք, ժամը նույնիսկ կարող է փոխվել, մի ժամ առաջ տալ, հետ տալ առաջ Հայաստանում էլ էր արվում, ոնց որ սրանք փոխեցին կարծեմ, թե դա։ Հա, այլ չի արվում, կարծեմ, այո։ Բայց այդ օրինակ որ փոխվում է, նաև որոշումը դեպս արթնելու, չէ։ Բայց այսինքն ոնց դրանով չես կարող։ Այսինքն պարզա 3 միլիոնն էլ չեն կարող հենց լինել այդ որոշողը, թե ով երբ զարթնի կամ որևէ այլ որոշում, բայց դրան ձևեր կան, այսինքն դու գոնե կարող ես ունենալ ձայն եւ այդ ձայնը պատվիրակես ինչ-որ մեկին, զորում ես ասում եմ ոչ թե դեմոկրատիայի պարզեցված բուկլետներից քաղված ինչ-որ ճշմարտություն, բոլոր կառավարման համակարգերում է այդպես, այսինքն ինչ-որ մի ձև դրան կա, այդ ձևը կարող լինի հայ դասական դեմոկրատականը, կարող լինի, որ ախպեր գնա դու մեր տեղը ասա, սենց չենք ուզում, բայց պետք է իմանաս ինչ ես ուզում, ինչ չես ուզում եւ այդ կանալները քաղաքական գտնես դա տեղ հասցնելու։ Լավ, այդ դեպքում ինչու բազմաթիվ ազգային ուղղվածություն ունեցող ուժեր շարունակում են ակնհայտորեն մնալ անտարբեր կամ пассив հենց կոնկրետ քաղբանտարկյալների խնդրի նկատմամբ։ Դուք որպես քաղաքագետ ինչ գործնական քայլեր կարող եք առաջարկել կամ ասել ձեռնարկել իրավիճակը փոխելու համար կոնկրետ հենց այդ ուղղությամբ։ Ես գործնականը նկատի ունեմ, ասում ենք ամեն ինչ միայն ասելով չլինի, էլի։ Ում ուղեմ այդ խորհուրդս։ Թող լինի ժողովրդին։ Այ հենց այն խավին, որին դուք հենց ելույթում էլ նկատի ունեիք առաջին հերթին։ Գալու է չոքի ձեր դռանը, մինչև չչոքես, մինչև չկպավ ձեր գրպանին, մինչև չբամփեցին ձեր գլխին, այսինքն ոչ մեկի համար այդ անտարբերությունը, որ փոխենք մեդալի հակառակ կողմը մի հատ հասկանանք էլի ժողովուրդը։ Հա, դուք գերագնահատում եք իմ ուժերը, ինձ պահանջելով, որ այս կարճ հարցազրույցի ընթացքում մի ամբողջ մեթոդաբանական քաղաքական լայվ խակեր ինչ որ չկան, գոյություն չունի քաղաքագիտության մեջ։ Չէ, կան իհարկե, բայց հիմա եթե դուք դա եք ինձ ակնկալում, դա էլի լինելու է ձեր ասած խոսքի մակարդակում, ձևեր կան բնականաբար, ինչպես գերբևեռացված եւ քաղաքականապես անտարբեր հասարակություններում ծավալել քաղաքական աշխատանք։
Այդ ձևերը շատ են, ասելը հեշտ է, անելը ոչ այնքան, բայց դրանք կան, այսինքն պետք է հետազոտել, կարդալ, սովորել, փորձել։ Ինչպես տեսնում ենք, Հայաստանի վարչապետը դրան շատ լավ է տիրապետում։ Ցանկացած փորձ կարողանում է կանխել, ցանկացած։ Գիտեք, ես ծեր բարձրաձայնած մտքի եւ այդ մտքի հակառակ տեսակետի մեջտեղում կորոնեի ճշմարտությունը, դուք ասում եք, որ մոտավորապես որ նա ամենազոր է, այդ բառով չասեցիք, ամենազորը չէ։ Մոտավորապես միտքը դա էր, որ ամեն ինչ ի բնե օրորոցում խեղդում է, կանխում է, Քող տեխնոլոգիային տիրապետում է ամեն դեպքում։ Եվ կա դրա, գիտեք, մյուս ծայրահեղությունը, որ ոչինչ չի հասկանում, ոչինչ չգիտի, անկարող է եւ այլն։ Ճշմարտությունը իրականում ինչ-որ մեջտեղերում է եւ ոչ այն պատճառով, որ ճշմարտությունը միշտ է մեջտեղում, չէ, միշտ մեջտեղում չի, երբեմն կարող է ծայրահեղությունում լինել, բայց այս դեպքում ինքը տենց մեջտեղոտ։ Իրականությունը այն է, որ այո, կան տեխնոլոգիաներ, որոնք պատրաստի մատուցվում են նրան իր արտաքին աջակիցների կողմից, առաջին հերթին հավաքական արևմուտքի, միգուցե նաև հավաքական արևմուտքի կազմում հենց Թուրքիայի, ինչու ոչ, որոշ բաներ նրանց մոտ շատ ավելի լավ է ստացվում, որոշ բաներ այդքան էլ ոչ, եւ բնականաբար ունեն թույլ ու խոցելի կողմեր։ Հիմա կան բաներ, որոնք հասանելի են հրապարակային, ձեր նշած տեխնոլոգիաներ, գործիքակազմեր եւ ուղղակի ընդհանրապես պետք է դրանք գտնել, կարդալ, կան բաներ, որոնք հրապարակային հասանելի չեն եւ պետք է փորձի արդյունքում գա։ Այստեղ ուղղակի խնդիրը ոչ թե live hack-երի մեջ է ձեր ասած կամ տեխնոլոգիաների մի քանի անկալելի լեզվով ասում ուղղակի որ մարդիկ Չէ, դրանք տարբեր բաներ են, live hack-ը ուրիշ է, տեխնոլոգիաները շատ։ Այլ խնդիրը գիտակցության մեջ է, որ ձեր նշած ազգային ուղղություն ունեցող, ազգային ներկայացություն ունեցող ուժերը հասկանան, որ ունեն դրա կարիքը այդ կարդալու, հասկանալու, փորելու, սովորելու։ Այլապես դրանք, այլ եմ ասում, դրանց մեծ մասը 80-90 առհասարակ որևէ մի ինֆորմացիայի 80%-ը եթե ոչ ավել բաց հասանելի է։ Նույնիսկ հետախուզական ինֆորմացիայի 80%-ը բաց այսօր կա հատկապես ինտերնետի դարաշրջանում։ Այստեղ գիտակցության հարցն է, որ դա մեզ պետք է կարդանք, սովորենք, իմանանք, տիրապետենք եւ այլն։ Համախմբող ուժ ուրեմն էլի պետք։ Համախմբող ուժ։ Համախմբում պետք է լավ կլիներ, եթե այդ համախմբումը լիներ ուտոպիստական բան եմ ասում, բայց բառի ամենաուղիղ իմաստով։ Պարզ ասեմ ինչ նկատի ունեմ, եթե օրինակ առաջիկայում ուզենք մենք դա թե ոչ լինելու են խորհրդարանական ընտրություններ, հերթական, արտահերթ, էական չլինելու են, ամենաուշը հունիսի 7-ին հերթական։ Ապա շատ լավ կլիներ, որ բնականաբար իշխող ուժն առաջադրվելու պարզա եւ դրա դիմաց եւ նրա արբանյակները ի դեպ, որ մեր կամքից անկախ է, այսինքն ինչպես իրենց առաջադրվել է, ասել արբանյակների է։ Բայց այդ ամեն ինչի դիմաց լիներ մեկ բառի բուն տեխնիկական իմաստով, մեկ անդիմադիր բլոկ, մեկ ցուցակ, մեկ բլոկ, մեկ առաջնորդ։ Սա ցավոք իրատեսական չէ, այո, դա կլիներ իդեալական, ցավոք դա իրատեսական չէ, բայց առնվազն իրատեսական է, բայց միևնույն է, սա պետք է ասել, որովհետև սա պետք է լինի հայկական քաղաքական այսօրվա ժամանակակից, չեմ ասում հավերժական, այսօրվա հայկական քաղաքական իդեալը ուժերի այդ տեսակ համախմբումը։ Բայց լավ, քանի դեռ դրան չենք հասնում, գոնե մարտավարական մակարդակի համախմբում պետք է, իսկ դրա համար պետք է համախմբում ինչ-որ կարմիր գծերի եւ ինչ-որ գաղափարների շուրջ։ Դաշտում նման մտքեր կան, հուսանք, որ գոնե դա կյանքի կկոչվի։ Լավ, հուսանք։ Պետք է ասում եք, որ քաղբանտարկյալների երևույթը վկայում է անարդար պետաիրավական համակարգի մասին, ասում եք, որ ցուցիչ է նա, որ արդեն եթե կա քաղբանտարկյալ այդ երկրում, ուրեմն իշխանության ավտորիտարություն կա ու ամենակարևորը կա անարդարություն։ Սկզբից էլ հենց խոսեցինք հարցազրույցի դրա մասին։ Ցանկացած իշխանություն ըստ ձեզ կարող է ունենալ քաղբանտարկյալներ, թե միայն ավտորիտար իշխանություններին է դա
յուրահատուկ այդ ռեժիմին է, միայն հատուկ քաղբանտարկյալի այդ երևույթը էլի, երևույթի մասին եմ ուզում խոսենք, մի հատ հասկանանք։ Երևույթը հատուկ է միայն ավտորիտար միայն համակարգերի։ ավտորիտար։ Երևույթ հասկանում ենք, որ դա քանակապես նշանակում է շատ պարզ ասած մեկից ավել։ Հիմա եթե մի հոգի է, երկու հոգի է, դա չենք համարում։ Ոչ թե չենք համարում, ուրիշ երևույթը դրսևորում կարող է լինել, այսինքն ոչ թե 70 համակարգային անարդարության, այլ ինչ որ միտեղ, ինչ որ խնդրի կամ բացի կամ սահմանման, բայց այո, եթե մի քանի տասնյակ է այդ մարդկանց թիվը, դա նշանակում է, որ համակարգային բնույթ է այդ ամեն ինչը կրում։ Եվ մենք գիտենք, որ համակարգային բնույթ է, չէ՞ կրում։ Այդ բնական է, հա։ Լավ, այդ դեպքում ինչ դեր կարող են խաղալ միջազգային կառույցները, որը ժամանակին ինչ հերասես չէին անում, չթվարկեմ էլի բոլորին նա հայտնի, ձեր ասած ինտերնետում էլ լցոնած այդ ամեն ինչը, նրանց գործողությունների են փաթեթը, որ իրանք ունեին առհասարակ ու բարձրացնում էին։ Հիմա ինչի՞ չի բարձրացվում միջազգային կառույցների կողմից, նույն Եվրամիության հիմա տեսնենք դեսպանատան դիմաց գնաց Նարեկիկին ինչ կկատարվի առհասարակ, ինչ որ թե էլի հերթական պրոտոկոլային հայտարարությունը կան։ Ես դες ինչի է դանդաղ կամ պաուզայի վրա են դրել ինչ որ իրավիճակ, կամ սպասում են քաղաքական իրողությունների, կամ ձեռնտու չէ, կամ հակառակը ձեռնտու է իրենց, ինչն է ասես, որ տարբերակն է։ Ձեռնտու։ Հա, ձեռնտու է։ Այսինքն դա ժողովրդավարության բաստիոնի հակառակ կողմը չի, ինչով է ձեռնտու։ Բաստիոնը դիտած ունեն, այս մեր հայության մեծագույն հայկական քաղաքական մտածողության, հասարակական քաղաքական մտածողության մեծագույն մոլորություններից է հավատալը, թե արևմուտքը կամ որևէ այլ աշխարհամասի դեպ, բայց այս դեպքում արևմուտքը ինքը արժեքների մասին է։ Ես հիշում եմ նույնիսկ այն հատվածը, այն քաղաքական հատվածը հայկական քաղաքական դաշտի, որ արևմուտքի աջակցությունն ուներ, արևմուտքի հետ շատ շփվում էր 2007-2008 թվականների մասին է խոսքս, այն ժամանակվա հանդիմությունը, ես հիշում եմ, թե իրենք ինչպես էին անկեղծ զարմացել, ապշել, որ արևմուտքը 2008 թվականին ի վերջո ճանաչեց նախագահական ընտրությունների արդյունքները։ Որտեւ նույնիսկ իրենք այն ժամանակ ինչ էր խոսքով Տեր-Պետրոսյան եւ այդ աջակիցներ, այդ թևը արևմտամետ, նույնիսկ իրենք այդքան հետները շփվելով չէին հասկացել, որ այդ արժեքների մասին չի, շահերի մասին է, եւ հա, այդ պահին կշերքի նժարը այնպես էր, որ իրենց շահերին, չասեմ իրենց շահերից էր բխում ճանաչել Սերժ Սարգսյանի լեգիտիմ լինելը, այլ առնվազն գոնե իրենց շահերին որ տրամագծորեն հակառակ չէր եւ իրենց շահերի կոորդինատային համակարգի մեջ դա տեղավորվում էր։ Բայց այդ ժամանակվա հանդիմությունը ապշել էր, բայց ոնց կարող էր նման բան լինել, որտեղ նույնիսկ իրենք էին հավատացել այդ իրենց իսկ աճեցրած քարոզչությանը, որ արևմուտք արժեքների մասին, արևմուտք արժեքների մասին չի։ Արևմուտքը շահերի մասին է, հետեւաբար այստեղ երկակի ստանդարտներ չկան, կամ միակի ստանդարտ։ Այն ժամանակ միակի ստանդարտ, այն ժամանակ արևմուտքի շահից բխում էր, որ չլինի նախագահ Քոչարյանը, չլինի նախագահ Սարգսյանը, որտեվ իրենք իրենց ընկալում էին, ինչքան էլ որ այդ մարդիկ Արցախի հարցում փոխզիջման պատրաստ էին, բայց արևմուտքի Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի, Ամերիկայի ռազմավարական մտածողության, ռազմական պլանավորման մեջ Քոչարյանը, Սարգսյանը չափից դուրս անզիջում էին։ Այսինքն այստեղ նույնիսկ փաստերը չեն էական, այլ թե ինչպես էր արևմուտքը իրենց ընկալում էր չափից դուրս անզիջում, ընկալում էր որպես ինչ-որ առանձին հայկական պրոյեկտի գրող, չծալվող եւ այլն։ Ինչքան էլ որ այդ մարդիկ Քոչարյան ժամանակ կոմպլեմենտարիզմի քաղաքականություններ, Սարգսյանը, այսինքն այդ ինչ որ չափով եվրոպական ինտեգրացման ուղղություններ առաջ տանում, միևնույնն է, դա իրենց բավարար չէր, իրենք մտահոգված էին Հայաստանի այդ տեսակ ձևակերպմամբ, դրանից բխող հայ-ռուսական հարաբերություններով, այդ աստիճան մեծ ու մարտունակ հայկական բանակի առկայությամբ, Արցախով եւ այլն եւ այլն։ Հիմա հակառակն է։ Այս իշխանությունները ամբողջությամբ իրենց այդ շահերին համապատասխանում են։ Դրա համար ինչի իրանք պետք է հիշեն քաղբանտարկյալների խնդրի մասին։ Այդպես մի կես կատակ, կես իրականություն ամերիկյան անեկդոտ կա, որ
լատինամերիկյան բռնապետերից մեկի մասին հարցնում են Ամերիկայի նախագահին, բայց ասում են սա շանտաղայ է, մենք ոնց պիտի սրան աջակցենք, ասում են շանտաղայ է, բայց մեր շանտաղայն է։ Մեր։ Հա, he's our son of a bitch։ Պարզ է։ Համացանցում ասում եմ միայն համացանցում, որովհետև երևի հենց ժողովրդի շրջանում այդքան չի ծավալվել այդ չի խմորվել այդ թեման, որքան համացանցում ու որքան մեդիա դաշտում, առհասարակ մեդիա ոլորտում քաղաքասարակության հայ եւ ադրբեջանցի քաղաքասարակության ներկայացուցիչների փոխայցերը, ուզում եմ նախ հասկանալ, ասեմ ոչ հայկական կողմից, ոչ ադրբեջանական կողմից այնտեղ քաղաքասարակության ներկայացուցիչներ չկան, disclaimer ասեմ, հետո դուք շարունակեք։ Ինչից են ոգևորվում կամ ինչից են դժգոհում կամ ինչ են առհասարակ սպասում կամ ակնկալում, նախ գիտենք, որ այդ այցերը շատ վաղուց կային, հետո մի պահ դադար տվեցին, իհարկե պատերազմից հետո թե 18 թվականից հետո որոշակի դադար, գիտենք, որ դուք էլ եք եղել այդ այցի շրջանակում Բաքվում, Ստեփանակերտում եւ չեմ հիշում երրորդ տեղը ճիշտ ասած որ Չէ, Ստեփանակերտը Հայաստանում է, Ստեփանակերտից գնացել էի, Ստեփանակերտում չեմ եղել, եղել եմ Բաքվում, Ղուբայում եւ Գանձակում։ Որպես հայ այդ ժամանակ Ստեփանակերտ հենց Ղարաբաղի ներկայացուցիչ եք, չէ՞, կարծեմ, հա, ճիշտ եմ ուրեմն հիշում։ Դուք ձեր խոսքով Բաքու գնացած մարդիկ հիմա էլի ասեցիք, քաղաքասարակության ներկայացուցիչներ չեն։ Բա ովքեր են։ Ու ինչ նպատակով են գնացել։ Նախ հայերի մասին եկեք խոսենք այս բանին, պետական աշխատողներ են։ Հայերն էլ են պետական աշխատողներ, քիչ թե շատ, հա, հիմա ես չգիտեմ, իրանք հարցում չեմ ուղարկել։ Լավ, կամ այսպես ասենք, ձեր այցի կոնկրետ իրականացրած եւ նույն հայկական այցի զուգահեռ հարցը տարողունակ է, թույլ տվեք ես հերթով պատասխանեմ։ Նախ այդ իմ այց ասելով դա տեղի ունեցել 2019 թվականի նոյեմբերի վերջին։ Ժամանակահատվածը նույնն է։ Այո, 20 հա ժամանակահատվածը նույնն է։ Մեր այցելությունը տեղի ունեցել 2020 թվականի Արցախյան երրորդ պատերազմից առաջ։ 1 տարի առաջ հստակ ֆիքսենք։ Կազմակերպվել է միջպետական մակարդակում եւ այն ժամանակվա հիմա էլ իրականում, բայց հիմա անունը կամ անունը չկա, միակ լեգիտիմ միջազգային բանակցային ձևաչափի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի այո այդ համանախագահության կազմակերպման, այսպես ասենք, միջնորդությամբ, ինչպես բանակցություններում էին իրենք միջնորդ, այդպես էլ այդ հայցը։ Մինչև Ադրբեջան հասնել ենք Թիֆլիսում հանդիպել ենք հայտնի կհիշեք դες մարդ կար Անջեյ Կասպարշիկին։ Հա, ԵԱՀԿ գործող նախագահի հավերժական անձնական ներկայացուցիչներ։ Այս սկսենք այս կողմից, հա, որ ինստիտուցիոնալ հիմքերը լրիվ ուրիշ էին։ Երկրորդ դա ճակերտավոր կամ նույնիսկ առանց ճակերտների քաղաքասարակությունների այս չէր, դա լրագրողական փոխանակություն էր։ Ես այն ժամանակ լրագրողական գործունեություն ծավալում էի Արցախում, մինչև հիմա Փառք Աստծո պահպանված կա Արցախ TV YouTube-յան էջը, իմ վարած հեղինակային օրակարգ հաղորդաշարն էլ այնտեղ կա, բաց ինֆորմացիա, ես մասնագիտությամբ ակադեմիական դիպլոմով լրագրող չեմ, բայց զբաղվում էի լրագրողական գործունեությամբ։ Եվ ինձ հետ էին նաև բուն լրագրողական գործունեությամբ զբաղվող հասարակության հենց որպես լրագրող ծանոթ Արտեմ Երկանյանը եւ Դավիթ Ալավերդյանը։ Այս մեր այցի մասով։ Եվ ամենակարևորը մենք այն ժամանակ հաղթած էինք, ամենակարևորը մեր զինվորը կանգնած էր Աղդամում, Ջաբրայելում, սա արդեն մտեական տարբերություն է բերում կոնտեքստային այդ այցի ու այս այցի։ Բայց իհարկե նաև կարելի է հայ լինել, հայ մնալ եւ արժանապատվությունը պահել, անգամ եթե զինվորը Աղդամում չի կանգնած, այլ որտեղ որ կանգնած է կամ զինվոր չունես։ Դա գալիս է, հա, մարդու ներքին արդեն արժե համակարգից, բարոյական այդ կոորդինատային առանցքից։ Հիմա տեսեք, ձեր նշած մարդիկ վերադարձել են ու տարածում են ադրբեջանական քարոզչական թեզերը Հայաստանում։ Երեք իրանք, ասենք, Ալիևի Հաջիևի նույն բանը։ Ալիև Հաջիև ես ուզում ինքս իմ համար էլի հասկանալ որ տեսանկյունից հարցին պատասխանել, երևի այսպես ուղղակի զրույցի կամ ինչ որ բարձրաձայն մտքերի ռետորական հարցերի տեսքով էլի ունենք ես իրենց տեղը լինեի եւ չեմ լինեի եւ Փառք Աստծո
Շատ շնորհակալ եմ իմ ծնողներին այդ դաստիարակության համար, բոլոր այն մարդկանց, ում հիշում եմ, նույնիսկ չեմ հիշում, ովքեր որ լումա են ունեցել իմ կայացման մեջ, որ այդպեսին չեմ։ Բայց եթե իրենց տեղում լինեի, ես ինձ այդ հարցը կտայի, էլի, ասես քշերը պարկելուց, քնելուց առաջ, բանտես Facebook թերթելու փոխարեն, ասել լավ ես խմ գնացել։ Նայեք ես գնացել եմ, որ հետ գամ, ասեմ Ալիևը սենց չի ասել, դուք Ալիևին սխալ եք հասկանում։ Այդ թող Ալիևը ասի։ Ոչինչ ես Ալիևի արտահասթիկային օգնականն եմ, խոսնակն եմ, օգնականն եմ, ինչ լավ, ես ինչ արեցի, ինչ արժեք տվեցի իմ ազգին, կամ ոչ որն է իմ ազգը, կարող է ինտեղ մնայի չգայի։ Ես կտայի էլի այս հարցերը ինձ։ Իրոք, մենք խորանանք։ Իրոք էլի մեզ դիտողներին էլ հիմա սա պարզ դարձնենք։ Մարդիկ գնացել են, եկել են եւ ասում են տեքստեր, այնտեղ մի հատը կար, որ նույնիսկ դժվար է եթերային բանի մեջ մնալ, բառապաշարի պատանների մասին էին հարց տվել, ես խնդրում եմ այդ մարդկանց գերի մի ասեք, ոչ մի իրականության մեջ Լևոն Մնացակյանը չի կարող գերի լինել։ Այդ մարդիկ ուղղակի պատաններ են, իրենք կամավոր գնացել են պատանդառության 100,000-ից ավել մարդու կյանք փրկելու համար։ Բայց լավ, իրենց բառով գերիների մասին ասում է, դե չէ, գերիներին չենք հանդիպել, Չէ, ինչ որ ասեց Sky-ուն հարց է իրանք ադրբեջանցի ժողովուրդը իրանց ամեղադրում է դժբախտությունների մեջ, լավ ասենք, գիտեք, սա այստեղ արդեն դուրս է գալիս մեր զրույցը քաղաքագիտական, բոլոր այդ կոորդինատային բաներից համակարգերից դուրս է գալիս ու ուղղակի գնում է պարզ մարդկային մի հատ բարոյականության դաշտ, որը կամ կա, կամ չկա։ Երբեմն բանավեճեր են լինում, որ ես դադարեցնում եմ, հանրային չէ, մարդու հետ խոսում ես, ես դադարեցնում եմ, ասում դադարեցնենք մեր բանավեճը, ասեմ ինչի համար, որտեվ եթե մենք բանավիճենք չունենք հարցի շուրջ, խնդրեմ, բայց պահ է եկել հասել, որ մենք բանավիճում ենք առայն մամային պետք է հարգել եւ սիրել, թե ոչ։ Այդտեղ արդեն անիմաստ է բանավիճել, այսինքն եթե պետքա բանավիճել մամային պետքա սիրել, թե ոչ, հայրենիքը պետքա սիրել, թե ոչ, կարելի է այտենց բան ասել պատանդարված մարդկանց մասին, անիմաստ է դառնում էլի բանավիճը։ Ես երեգել իհարկե եկեղեցու կոնտեքստում, բայց նույն բանն է։ Հիշել էի ռուս հայրենական պատերազմի երևի թերևս ամենաիկոնիկ դավաճաններից գեներալ Վլասովին, որ իդեպ ճակատագրի հեգնանքով ինքը լավ գեներալ էր ու 41 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին Մոսկվայի պաշտպանության ժամանակ անգնահատելի կարող ուռճացված եմ ասում մեծ դերակատարում ունեցել հյուսիսարևմտյան ճակատում, բայց դա չի փոխում են, որ հետո դարձել է դավաճան, այդ զուտ մարդկային ողբերգության պահը ուղղակի ցիտեցի եւ երբ որ իրեն բռնում են եւ դատավարություն ա լինում շատ հետաքրքիր մի խոսք է ասում դատավարության ժամանակ որպես ինքնախոստովանական այո ասում ես մեղավոր եմ ճանաչում որ գտնվելով բարդ պայմաններում ես դավաճանել եմ հայրենիքին համագործակցել եմ գերմանացիների հետ եւ ակակարողություն եմ իրականացել սովետական իշխանության դեմ։ Բարդ պայմաններում մարդու ցուցաբերած վարքն է ի վերջո գնահատական տալիս ով է ինքը, որովհետև նորմալ պայմաններում, երբ որ լավ է, կոմֆորտ է, տաք է, կոնդիցիոներն աշխատում է, ուտելիքի ջրի պակաս չկա, բոլորը կարող են լինել լավ մարդ։ Այ նեղության դժվար պահին է երևում այդ մարդը թե չէ կամ մի քիչ ավելի ժողովրդական լեզվով ասած ում մերն է տղա բերել։ Լավ, եկեք չխորանանք այդ հարցի շուրջ, որովհետև ես էլ արդեն չեմ ուզում, իսկապես բոլոր սահմաններից դուրս է արդեն այդ ամեն ինչը։ Եկեք ընդդիմության մի փոքր sense ինչ-որ ամփոփիչ բանով, բայց ընդդիմությանը անդրադառնանք, չգիտեմ, բնականաբար հետևում եք, Թաթան ինչ ասես, նա ինչ ասեց, ով ինչ պատասխանեց, Խիսրան sense պատասխանեց, լավ, ընդդիմության դերակատարման մասին եմ ուզում խոսենք, ցավով եմ ասում ու ժպիտս ամենևին նրա մասին չի խոսում, որ ես ուրախ եմ դրա համար, այլ իրոք դրա մեջ ցավ կա, որովհետև այդ միաբանությունը չկա ու դուք շատ լավ բան եք գրել ձեր Facebook-ում, որ մեր երկիր էս պատուհասած արհավիրքից փրկելու միակ ճանապարհը հայահավաքն է։ Այ լավ էլ չգիտեմ, մեր գլխին էլ ինչ պիտի գա,
ինչ ենք էլի մտածում, որ կանգնել ենք հիմա էլի այդ նույն բանը թեզը կերակրում են, սևը, սպիտակը, նախկինը, ներկան ու չեն գտնում այդ երևի այն սկզբի ասած ոսկե միջինը, գոնե այս պարագայում այդ ծայրահեղություններից խուսափելու համար, իրար կոկորչկով փրփրթելու համար էլ ինչ մսաղացի միջով պիտի անցնենք եւ հայ ժողովրդի մասին է խոսքը եւ իշխանավորների եւ ընդդիմության, որ գիտակցենք երկիրը ձեռքից գնում է։ Այս հարցը հաճախ է տրվել։ Գիտեմ, որ չկա պատասխանի Եվ մինչև 2023 թվականի Արցախի ժամանակավոր անկումը փոքր ավելի երկար համբերատար էի պատասխանում, բայց նույն բանն էի պատասխանում։ Դրանից հետո նույն բանն եմ պատասխանում ավելի կարճ։ Եթե նույնիսկ Արցախի ժամանակավոր անկումը այդ նպատակին չի ծառայել, ուրեմն այդ ձևով հարցը չի լուծվում, որ լինի ինչ որ նույն ձևով չի աղետ եւ դրա արդյունքում լինի փոփոխություն։ Տեսնում եք չի լինում։ Ոչ ժողովրդի ինչ որ մի կայուն 25-30%-ի մեջ որ այս կամ այն կերպ աջակցում է, չասեմ ուղիղ դե ֆակտո վարչապետին, բայց նրա պրոյեկտին։ Ոչ էլ քաղաքական ընդդիմադիր էլիտայի մեջ, այսինքն լուծումը այլ ձևով պիտի լինի։ Չէ, որովհետեւ ոնց է որ այս իշխանություններն ասում են տանկ պրսնենք, եթե տալ պրսնելով լիներ, Արևմտյան Հայաստանը, ջելը Արևմտյան Հայաստանը տալուց հետո պիտի պրսներ, բայց ինչի չի պրծել, Նախիջևանը տալուց հետո ինչի պրծել, Ղարաբաղը տալուց հետո ինչի չի պրսնում, ուրեմն այդ չի լուծումը, չէ, ոնց որ տալ պրսնելու դեպքում լուծումը տալ պրսնելը չի, այնպես էլ այս դեպքում դա չի լուծում, որ լավ ինչ-որ մի հատ աղել լինի, բոլորը կսթափվեն։ Լուծումը քաղաքական աշխատանքի մեջ է եւ խնդրեմը այստեղ է, որ այն իրականությունը, որ կա օբյեկտիվորեն, ինքը կա անկախ մեր կամքից։ Ես այս փիլիսոփայական մոտեցման կրողն եմ, որ կա օբյեկտիվ իրականությունը հորինյալ կամ կառուցարկյալ չի, այն կա։ Օրինակ հիմա այստեղ վարագույրներ են ձեր մոտ ամենտեղ։ Եվ եթե մենք այստեղ նստենք տապացերի պուլսը ձեզ զրուցենք ժամերով, ինչ որ մի պայծ մենք էլ չենք իմանա օբյեկտիվ իրականությունը դրսում օրվա որ ժամն է, լույս ամուտը, բայց ինքը կա անկախ մեր կամքից։ Եվ պատկերացրեք, եթե մենք սխալ գործողություններ անենք, չիմանալով օբյեկտիվ իրականությունը, դուրսը ցերեկ լինի, մենք պարկենք քնելու, հակառակը դուրսը բան լինի, գիշեր լինի, մենք հարցազրույց տանք, ապրեք։ Մենք կվնասենք մեր օրգանիզմին։ Հիմա դրսում կա ինչ-որ իրականություն։ Այդ իրականությունը կոչվում է օտարերկրյա թշնամական ավելի ճիշտ լուծ, որ հաստատվել է Հայաստանում։ Օտարերկրյա ուղիղ կառավարում, լավ, այդ լուծը միջնադարյան բառ է, կարամ նոր բառեր ասեմ, դրանց երևույթը չի փոխվում։ Հայաստանի պրոքսի կառավարում։ Տանող գաղութացման։ Թուրքիայից։ Այո, կա այդ իրականությունը։ Այդ իրականությունը, ինչպես օրինակ, եթե դրսում մութ է, դա մեզ պետք է մղի քնելու։ Հիմա նույնիսկ այդ իրականությունը մեզ պետք է մղի ազգային ազատագրական պայքարի, որտեղ եթե կա լուծ, պրոքսի կառավարում, պրոքսի էլիտա, նեոգաղութատիրություն տերմինները էական չեն։ Դրա դիմաց պետք է լինի ազգային ազատագրական պայքար։ Բայց խնդիրն այն է, որ այդ դրսի իրականությունը մեր ներսի վարքը հավաքական ընդդիմության ազգային ուժերի այդքան էլ չի համապատասխանում։ Այսպես ձևակերպենք փոքր ավելի մեղմ, որտեղ ամեն դեպքում գոնե տերմինը իմ գործընկերներից համառ ջանքերով 20 թվականից հետո մի կերպ մի շանհալի քաղաքացիություն է ստացել։ Գոնե այսօր մի 4-5 հոգով չենք ասում ազգային ազատագրական պայքար, մի քիչ ավելի շատ են ասում, բայց դա պիտի խոսքի մակարդակում չմնա, որտեղ դա նշանակում է պայքարի մի քիչ այլ գործիքակազմ։ Հազար մեծ շուտ ուրիշ ծայրահեղ բաներից չեմ խոսում։ Խոսքը հենց սահմանադրական շրջանակներում, հա, պայքարի, հոգեկերտվածքի եւ այլն եւ այլն եւ այլն։ Օրինակ, որ չպետք է այսքան տրոհումներ լինեն, մտամեղացը քիչ է, ավելի է շատանում, հա, դա ինչ կապ ունի բանի հետ, սահմանադրություն, ոչ սահմանադրություն, հələ ասենք դրա մասին խոսալն էլ անիմաստ է, թե տարական է այդ բանը չկա, միասնականությունը, դե ազգային ազատագրական պայքար ենթադրում է ուժերի միավորում։ Այդ հայահավաքը դրա համար էի գրել, որովհետև եթե դու արդեն այդ վիճակում ես, որ օտարն է քեզ կառավարում, դա նշանակում է, որ ի սկզբանե արդեն ուժերի մեծ անհամաչափություն կա։ Ժամանակին կար
հայությունը եւ կար ասենք Օսմանյան կայսրությունը ուժերի մել խայտարակ ասիմետրիա որը նաեւ բերեց նրան ինչին որ բերեց բայց գոնե այն ժամանակ հայ ազգը ինչ որ չափով գոնե քաղաքական կազմակերպման առումով միասնական էր ամբողջ ազգը չէր այդ պայքարի մեջ բայց քաղաքական կազմակերպմամբ զբաղվում էր հայեղափոխական դաշնակցությունը մի ուժեր եւ բոլոր հաջողված ու նույնիսկ անհաջող ազգային ազատագրական պայքարները եթե ուշադիր նայեք մի ուժ ավարում ու դա ոչ պատահականություն չի դա գալիս է նրանից որ պետքա որ ամբողջ ազգային ներուժը միտեղ կենտրոնանա հիմա լավ մենք այս համակարգը դստարողված շարանգել ենք այն ժամանակաշրջանից երբ որ չկար ազգային ազատագրական պայքարի կարիք կոպիտ ասած խաղաղ ժամանակներից ենք շարանգել դա համար sense տրոհված վիճակ է հասկացանք բայց գոնե կարելի է այլ ավելի չտրոհվել կարելի է գոնե տարբեր դեմքերը պահելով ինստիտուցիոնալ ես այս կուսակցությունն եմ այն կուսակցությունն եմ գոնե բովանդակային ռազմավարական համախմբման ճանապարհով մեկ դրոշի տակ գոնե հանդես գալ հա այո այդ դրոշը եթե նույնիսկ երևութական չի բառից որ իմաստով ինչ որ դրոշ առերևույթ գոնե գաղափարական դրոշի տակ սա է խնդիրը Չէ կարծում որ հա անդիմությունն էլ վերածվել է այս նախաձեռնողից միայն արձագանքողի ու երևի հենց դրանում էլ ոչ միայն ձեր ասածումը կանում այդ համախմբման մեջ այլև այդ վստահության ոչ թե անվերապահ վստահության, այլ գոնե մեծ վստահության պակաս կա նաև, որ այդ դիմության շուրջ համախմբի ու այլ դեր ասած գաղափարական մեկ դրոշի տակ հավաքվեն։ Ժողովրդի վստահությունը գալիս է գործողություններից։ Միմյանց հանդեպ ոչ միայն ժողովուրդ։ Չէ, միմյանց հանդեպ էլ, միմյանց հանդեպ վստահությունն էլ գալիս է արդյունավետ համագործակցությունից, այսինքն մեկ համագործակցություն, երկու համագործակցություն, որ արդյունավետ է մեկը մյուսին չի խաբում, չի գցում, կամաց վստահությունը բերում է։ Ժողովրդական վստահությունը գալիս է գործելուց, գալիս է պայքարելուց։ Վստահությունը, ռեյտինգը, ինչը կուզեք։ Ուղղակի հենց այնպես նստելուց դա չի լինում։ Հա, մեր ազգային դաշտում այդ խնդիրը կա, շատ հաճախ մենք ավելի շատ արձագանքում ենք, այսինքն պատասխանում ենք հակառակ կողմի բերած օրակարգին, քայլերին։ Եղել են իհարկե բացառություններ մեր կողմից նախաձեռնողականության դեպքեր եղել են, օրինակ Թավուշյան անցքերը դրանից արդեն բխող սրբազան պայքարը, սրբազան շարժումը, դիմադրության պայքարը, ինչ որտեղ շարժումը, բայց հիմնականում արձագանքողի դերում ենք նույնպես եկեղեցու կոնտեքստում։ Արձագանքողի դերում չլինելու համար պետք է սեփական օրակարգ, որ դու տնես սեղանին ու ստիպես դիմացինին, որ ինքը այդ օրակարգին պատասխանի եւ դրանով հանդերձ անուղղակիորեն դառնա քո օրակարգի սպասարկողը։ Դուք տեսնում եք դիմադիր դաշտում օրակարգ։ Հա, տեսնում եմ։ Կա երկու օրակարգ կա, ոնց հասկանում եմ։ Մեկը կա այդ անվստահության գործընթացի օրակարգը եւ երկրորդը impeachment-ը նկատում։ Հա, եւ երկրորդը այն ինչ որ առաջարկվել է Ազգեն Մանուկյանի կողմից, այն ինչ որ 3 հնչեցվեց իշխան 3-4 հնչեցվեց իշխան Սահաթելյանի կողմից, գաղափարական համախմբման հարցը ժամանակագրորեն թվարկեցի էլ, այսինքն impeachment եւ այդ ինչ որ մանիֆեստային, հռչակագրային համախմբման հարցը, դրանք լավ օրակարգեր են, դրանք ցանկացած օրակարգ իրականում անկախ իր ձևակերպումից, որ որոշակի միասնականություն ենթադրում է խնդիր է այս դե ֆակտո իշխանությունների համար մենակ արդեն դա պարզ է բնորոշելու համար որ դա լավ բան է ճիշտ բան է երբ որ դառնում է խնդիր իշխանության համար ուրեմն ճիշտ ուղղությամբ են բայց այս բանի խնդիրը էլ չտեսան դե ինչի օրինակ հիմա impeachment-ի տեխնացուն մասի քաղաքապետը տեսակ ինչ անարդարության զոհ դարձավ դա ճակերտավոր լուծեցին այդ հարցն էլ իշխանությունը լուծեց Չէ, մենք խոսում ենք նրա մասին իրենց համար խնդիր է, թե չէ, ֆիքսենք որ խնդիր է, ժամանակավոր իրենց տեսանկյունից հա լուծեց, բայց մենք խոսում ենք նրա մասին խնդիր է, թե չէ, այսինքն ձև կա իրենց համար խնդիր հարուցելու, այդ խնդիրը խորացնելու։ Թույլ կողմերը գոնե շոշափել է անդիմությունների իշխանության։ Հա, շոշափել։ Գոնե այդ օրակարգում։ Այո։ Շնորհակալ եմ Էդգար։ Ձեզ շնորհակալություն։
Շարունակեք հետևել մեզ Facebook-ում, YouTube-ում, նաև Patreon-ում շաբաթվա անցուդարձից առաջինը եւ մշտապես ծանոթ լինելու համար։ Կհանդիպենք։